այստեղ մենք Կարմիր խաչով ենք եկել, բլոկադայի ժամանակ երեխուն բերում էի բուժման։ Այդ ժամանակ որոշեցի էլի ինչ-որ մի բան անել, տունը պարապ չնստել, ու իմ մոտ ժենգյալով հաց ստացվեց։ Ճիշտն ասած առաջին անգամ էի անում, թեկուզ ես Արցախից եմ, ես չէի անում, միշտ կիսուրս էր անում, մենք ուտում էինք։ Հիմա ստեղ արդեն հաճախորդներ ունեմ։ Վալենտինան Արցախի վերին հորաթաղ գյուղից է, 3 երեխաների մայր է։ Վալենտինը նրա ավագ որդին է, որ երկվորյակ տղաներից մեկն է։ Վալենտինան հղիության ուշ փուլում է իմացել, որ երկվորյակների է սպասում։ Երեխաներից մեկը սակայն մահացած է ծնվել, իսկ Վալենտինը ստորին ու վերին վերջույթները կապտած։ Դեռ մի տարեկանը չլրացած երեխայի մոտ հայտնաբերվել է սկզբից սրտի արատ, իսկ 1 տարեկանում մանկական ուղեղային կաթված։ Ո՞ր թիվ եք? 86 թիվն եմ ես։ Ես ստրեսի մեջ էի, շոկ էի տանում, որտեղ սկզբից երեխան երկվորյակ չէի իմանում, հետո սրտի խնդիր, հետո մանկական ուղեղային կաթված, իմ համար դա շատ շոկային էր, այդ անդադ ամեն այն որ ասма քայլին, որ պիտի ինչ-որ մի լավ բան լինի, անդադ մի նոր դժվարությանն էի հանդիպում։ Իսկ ես թևաթափ չեղա, սիրով եմ անում, տարբերվում է նրանով, որ ես շատ սիրով եմ անում ժենգյալով հացը։ Վալենտինան վերին հորաթաղից Ստեփանակերտ էր տանում որդուն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում թերապիաներ անցնելու։ Որդուն հիմնականում գրկում էր։ Մի անգամ վերականգնողական կենտրոնի տնօրենն առաջարկել էր սայլակ վերցնել, որ իր ողնաշարը չծանրաբեռնի։ Վերցրել, բայց չէին օգտագործել։ Մայրն ասում է, եթե Վալենտինը սկսեր սայլակով շարժվել, կսովորեր դրան ու հետո չէր ցանկանա քայլել։ Ես փոփոխություն զգացի այդ երեխու մոտ։ Վալենտինը քայլում էր ոտքի մեկը ծուռ, մեկը բարձր։ Ուղիղ քայլք չուներ իրան ու անդադ մնում էր ինքը այդ քայլքից, քայլակով լինում էր այնքան պահ ա եղել, որ ինքը այդ քայլակով քայլելուց ոտը կպելա, ոտին ընկելա։ Պատկերացու մի պահ էլ եղել ա, որ ինքը ընկել ձեռն ա ջարդել։ Տենց խնդիրներ ունեցել ենք։ Միշտ ինքը որ քայլակով քայլում էր, ես միշտ լարված էի, ուզում էի, որտեղ ոտը մեկը ծուռա, մեկը թեք ա, ես անդադ լարվում էի։ Բայց ես լավ էի հասկանում իր բնավորության գիծը գիտեի, որ ինքը եթե նստեց, էլ չէր ուզելու քայլի։ Վալենտինան սայլակը թաքցրել էր տանը, իսկ 1 ամիս անց վերադարձել էր կենտրոնին։ Վալենտինան երբեք չի առանձնացրել որդուն, ասելով, թե երեխան դժվարություններ ունի։ Տղան էլ նման բնավորություն ունի։ Պայքարել իրան, առաջ գնա, առանց սայլակի, քայլակով։ 2021 թվականին Վալենտինան որդուն Ռուսաստանի Տուլա քաղաք էր տարել վիրահատելու համար։ Գործողությունը հաջող էր անցել։ Վալենտինը կարողացել էր քայլակը փոխել։ Հիմա նա կարող է քայլակի օգնությամբ ավտոբուս նստել, հյուր գնալ, տանը երբեմն ինքնուրույն մնալ, հոգ տանել կրտսեր քրոջ ու եղբոր մասին, բարձրանալ շենքի աստիճաներով։ Արցախցի կնոջ նպատակը որդու ինքնուրույն լինելն է։ Դժվարությունները Վալենտինային չեն կոտրել։ Արցախում է թողել գրեթե ամեն բան ու Երևանում կյանքն սկսել է 0-ից։ Ցավը իմ մեջ կրելով, հաղթահարելով, որ ասում ժպիտս դեմքիս, ոնց Վալենտինի ժպիտն է իր դեմքին, տենց պայքարեցի։ Մինչև հիմա։ Հիմա Վալենտինայի ընտանիքը վարձով է ապրում Երևանին ու Բարաշեն վարչական շրջանում։ Նրա վազքը շատ է, բայց դրա մասին չի խոսում։ Հակառակը, նոր նպատակներ է դնում իր առջև։ Երազում է հրուշակեղենի փոքր բիզնեսի մասին, որ Վալենտինը դառնա իր օգնականը, առաքիչը։ Ուժ տալիս էր իր ամեն մի քայլը, որ առաջ էր գնում։ Ինքը այն որ իմ այդքան արդյունքի եմ հասնում, որովհետև ես տենում եմ ինքը ինչքան էր առաջ գնում։ Ամեն իմ աշխատանք, ամեն իմ պայքարելուց ինքը անդադ առաջ էր գնում, այդ դրա համար ինձ միշտ ուժ էր տալիս։